Բարև ձեզ, դուք դիտում եք 1000-ից հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մանկատան նախկին սան Հեղնար Գրիգորյանի, ում անցած ճանապարհը զուրկ է եղել մանկական գունավոր հուշերից, փոխարենը լի է եղել դժվարություններով ու անարդարություններով։ Մինչ կսկսենք մեր զրույցը, ուզում եմ հիշեցնել, որ շատ մարդիկ դիտելով մեր հաղորդումները անհատապես օգնում են մեր հյուրերին։ Հետևաբար ձեր դիտումը, մեկնաբանությունը եւ տարածումը շատ կարեւոր է մեզ համար։ Դրանով դուք ոչ միայն նպաստում եք հաղորդման զարգացմանը, այլ նաեւ մեր հյուրերի խնդիրների բարձրաձայմանը եւ լուծումներ գտնելուն։ Հեղնար ջան, բարև ձեզ։ Շնորհակալություն, որ չմերժեցիք մեր հրավերը։ Հարգանքներս, ես եմ շնորհակալ։ Հեղնար ջան, ուզում եմ սկսենք ամենասկզբից, չնայած ձեր կյանքը ամբողջությամբ լի է եղել այսպես բարդ փուլերով, բայց եկեք սկսենք սկզբից։ Դուք մեծացել եք Զատիկ մանկատանը։ Այո։ Ինչ եք հիշում ձեր մանկությունից, երբ եք հայտնվել մանկատանը, ինչպես եք հայտնվել այնտեղ, քանի տարեկանից։ Ոչ միայն Զատիկում, այլ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մանկատաներում։ Մանկատանը հայտնվել եմ երևի թե 2 ամսեկանից, երբ որ մայրս աղբամանն է ինձ նետել։ Չեմ ճանաչում իրեն, ու ճիշտն ասած, որ հանկարծ մի օր էլ հայտնվի, ես պարզ մարդ եմ, թող Տերը ինձ ների, ես իրան չեմ ների, քանի որ մայրը պետք է իր երեխային պահի։ Ամեն ինչը մի կողմ ֆինանսը, ամեն ինչը պետք է, քանի որ եթե դու այդ պարտականությունը վերցնում ես քո վրա, որ դու պետք է բերես երեխային, դու պետք է պահես։ Թող Աստված ինձ ների, ես չեմ քննադատում, Տերն է դատավոր, բայց չեմ ների։ Այս ամբողջ տարիների ընթացքում որևէ լուր չեք ունեցել ձեր ծնողներից։ Փոքր որ եղել եմ, փորձել եմ գտնել։ Փոքր տարիքում կարիքն ավելի շատ եք զգում։ Այո, բայց Աստված այնքան ինձ շատ է սիրում, իմ Հիսուսը, իմ Տերը, որ ես որդեգրված ծնողներ ունեցել եմ։ Հայրս մահացած է, մայրս ճիշտ է շաբաթ կիրակի եմ իրենց տանը եղել։ Որդեգիր ծնողների մասին։ Որդեգիր ասելով պարտադիր չէր, կներեք թղթաբանությունը, բայց եղել է ջերմություն։ Տան ջերմություն ստացել եմ իրենցից։ Այսօր որ ես լեզուներ գիտեմ, հայ եկեղեցու պատմություն գիտեմ, Աստվածաշունչ գիտեմ, դա մի հատ հոգևոր մի հատ դաստիարակություն է, թող նորից իմ հայազգինձիների իմ կարծիքի համար, բոլորն ունեն կարծիք արտահայտվելու իրավունք, պետական ոչ բոլոր հիմնարկներում, նամանավանդ մանկատներում չեն սովորացնում այդ ամենը։ Ձեր մանկությունից ինչ եք հիշում։ Ասացիք մի քանի մանկատներում եք եղել, ինչու եք պարբերաբար տեղափոխվել։ Դա իմ որոշումը չի եղել։ Դա եղել է նախարարության որոշում, եղել է այնպես, որ երևի թե մի մանկատանը կարա լինի 138 հոգի, մի մյուս մանկատանը երևի տրամադրված է 56, տեղ չի եղել, տարիքային սահմանափակումներ կա, ուսման հետ կապված սահմանափակումներ կան։ Ես ավարտել եմ Բրուսովը իմ ուժերով, որովհետև փոքր ժամանակ միշտ ուզեցել եմ, որ մտածել եմ, որ գիրքն ու կրթությունը ինտելեկտ է մարդու, առաջ է գնում դրանով, բայց Աստծո սիրուց այն կողմ ինձ թվում է ոչ մի բան չկա։ Ձեր մանկությունից ինչ հիշողություններ ունեք։ Շատ դառ։ Ինչու սովորաբար մանկատան սաները որտեղ որ ծնող չկա, այնտեղ ինչ հիշողություն պետք է լինի։ Բայց մանկատան դայակ դաստիարակները ձեր հանդեպ ջերմ վերաբերմունք են։ Իհարկե թե Զատիկում, Մանուշակ խմբում եղել է Լուսինե քուրը, Վեներա քուրը, բոլորը շատ լավն են եղել։ Խավարի մանկատանը Նիկողոսյանի խմբում եղել է Կարինեն, շատ լավը։ Երբ որ փոքր է եղել եւ բախշություն էր եղել եմ Հայ օգնության ֆոնդում, այն ժամանակ Արմեն Լիսիկյանն էր տնօրենը, իսկ Միրա Անտոնյանը, որ հիմա տնօրեն է, մեր սոցիոլոգն էր, շատ ջերմ, շատ մարդկային որակներով, ընկեր Նարինեն, բոլորը։ Ես բոլորից շնորհակալ եմ, որովհետև այն քաղցրությունը, որ կան երեխաներ չեն տեսնում, դաստիարակների մեջ են փնտրում։ Իմ մայրն է եղել իմ մանկավարժը, ում որ մայր եմ ասում, մայրը Սուրբան է։ Սրբություն է, որ ոչ բոլորին է արժանի այդ բառը, Աստված թող նորից ինձ ների իմ արտահայտության համար։ Ես ընտրել եմ այդ կինն էր ինձ ընտրել, Աստծով իհարկե էլի, ու ես իրան մայր եմ ընդունել, ու մինչև ինքը հիմա արդեն 81 տարեկան է, բայց կապը կա։
Շատ լավ։ Փաստորեն այդ մանկատանը ստացած ջերմությունը միևնույնն է չի լրացրել այն բացը, որ Մանկատանը ջերմություն։ իսկ դա ինչ Իմ հետ համար թողեց չի եղել։ ձեր կյանքի վրա, ինչ հետ թողեց։ Օй, բոլոր կործանված ճակատագիր հասեմ։ Չգիտեմ ոնց արտահայտվում, որը որ ճիշտ լինի։ Այսինքն այսօր ձեր ունեցած բոլոր դժվարությունների, խնդիրների համար նաև ներքուստ այսպես մեղադրանք ունեք թե ձեր կենսաբանական ծնողներին, թե ձեր ճակատագրին։ Փորձություն է։ Իմ համար հիմա կարևորը ես իմ երեխաներին ունեմ, սխալմունքը բոլորի համար է։ Ես ունեմ իմ երկու հրեշտակներին, որից որ շատ շնորհակալ եմ, իրենք իմ երջանկությունն են, ճիշտ է, այս մայրական գուրգուրանք չեմ տեսել, բայց ունեմ իրանց սերը, որ շատ մարդիկ անգամ երազում են ունենալ այդ սերը, թե գումարով են փորձում, թե բուժօգնության շնորհիվ, բայց չի ստացվում, բայց փառք էլի իմ Հիսուսին, որ ես ունեմ իրանց։ Դուք չեք ստացել, ինչպես ասացիք, այդ մայրական ջերմությունը, բայց ունեք երկու որդիներ, երկու աղջիկ են։ Երկու բալիկներ ունեք, աղջիկներ, ում այդ սերն ու ջերմությունը դուք տալիս եք, չնայած նրան, որ կյանքի շատ բարդ, շատ ծանր իրավիճակներում եք եղել եւ այս պահին էլ այնպես չի, որ հաղթահարված են այդ բոլոր դժվարությունները։ Մի փոքր պատմեք, ինչ խնդիր ունի ձեր բալիկը։ Հիմա ասեմ, ես աշխատելով տարբեր բնակավորներում ունենալով գումար հավաքած ունեցել եմ, երբ որ արդեն պատրաստվում էր իմ երկրորդ բալիկը, ես այդ ամենը մանրամասն ձեզ կասեմ, որ ժողովուրդն էլ հասկանա ինչն է խնդիրը, ինչու է վճարովի, եթե երեխաներին հասնում է անվճար բուժօգնություն, ինչու է երեխաներից մեկը մի փոքր բարձաբանենք, Վրաստանի քաղաքացի է եւ ունի քաղցկեղ։ Ունեցել է կարցինոմա ուռուցք, համակարգի, որը որ մանկական ուռուցքաբանական ճյուղերից մեկն է, ռեմիսիան բոլորիս հայտնի ռեմիսիայի մեջ է, բայց բջիջները, որը որ ճյուղավորվում են իր օրգանիզմում, դեռ չեն քուն մտել, որ եւ թանկ ամեն ինչը թանկ արժե։ Օրինակ նայեք, օպտեգամ դեղը 221,000 դրամ եմ ես վճարում մեր հայկական դրամով գումարով, դա 20%-ն եմ վճարում ես հիվանդանոցին ամեն մի կուրսի համար։ Բայց այդ դեղը, օրինակ Ամերիկայում շատ թանկ արժե։ Ու այդ դեղից է կախված իր թե իմունիտետը, թե հույսես կյանքում։ Ճիշտ է, մարդիկ ասում են ամեն օր երեխայիդ դնում ես վիդեոները, ինչու համար ես դնում վիդեոները, հերիք բոլ է լավ, երեխան չպրծա բուժումը, ասեմ ժողովրդին, ով որ չգիտի, ուռուցք բուժելը նամանավանդ 4 ստադիայի փարտիրոջը որ բարվորակով եմ ավարտել ուռուցք հեռացնելը, թե կատեն, թե պունկցիան ամեն ինչը տևում է 3-ից 5 տարի, որից որ հետո հեռացումից հետո նորից 3 տարի է պահանջվում, որպեսզի այդ բջիջները վերանան վերջնական։ Իսկ այդ ամենը գումարների հետ է կապված։ Իսկ ես այդ հնարավորությունը չունեմ։ Օրեր է լինում, ես անգամ սոված եմ բլում, բայց անում եմ ամեն ինչ, որ իմ երեխեքը ունենան ամեն ինչ։ Ես մուրում եմ սոցցանցերով, իմ միայն Facebook-յան էջով։ Եղել է դեպքեր, որ անգամ Instagram-յան իմեջից եւ TikTok-յան էջեր են բացել, նկարներ են քաշել եւ գումար են մարդկանցից վերցրել իմ երեխայի նկարի տակ։ Հասկացա։ Իրականում դա շատ մեծ խնդիր է, որովհետև խաբեություններն են շատ, դրա համար մարդկանց մեջ մի տեսակ այդ վստահությունը նվազել է, բայց եկեք նաև բարձաբանենք ինչու է երեխան Վրաստանի քաղաքացի։ Ամուսնուս հետ բաժանվելուց հետո ես գնացի Վրաստան, սկսվեց կորոնավիրուսը եւ փակվեցին սահմանները։ Դուք փաստորեն պարբերաբար գնում եք Վրաստան։ Ես պարբերաբար գնում եմ, որտեվ արդեն վերջի փուլերում ենք, դե ասեցի ռեմիսիայի փուլերում ենք, այնտեղ ստանում երեխան բուժումը, որտեվ իմ Հայաստանի Հանրապետությունը, երբ որ իմ երեխան բացվեց սահմանը ես եկա, ասի որ երեխա սենց խնդիր ունի ինձ օգնեք, իմ շատ սիրելի պետությունը, որը որ ես իր զավակն եմ, մերժեց։
Պահանջելով ավելի շատ գումարներ, քանը որ լինում էր Վրաստանում, ստիպված տարա բուժումը Հիմա Վրաստանում արդեն բուժումը վերջի անվճար է։ փուլերում ենք, ոչ 30%-ն է պետականորեն դա վճար է, Վրաստանի Հանրապետություն կարող եք մատնել իրանց անձնականներ, տեսնեք։ Եթե պետությունը ֆինանսավորում է երեխաներին քաղցկեղով հիվանդ, 70%-ով է ֆինանսավորում, 30%-ը վճարում է Հայաստանում։ Հայաստանում, եթե երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչքան գիտեմ, քաղաքացի եթե չէ։ Եթե չէ, ավելի թանկ է, շատ թանկ է։ Այսինքն այնտեղ ավելի մաչելի է, դրա համար ստիպված բուժումը այնտեղ եք Ու ստանում։ արդեն բուժումը արդեն ընդ է անցել, ընդ է ամեն ինչ արել, մնացել է վերջի փուլը։ Այնտեղ թուղթ է գալիս, որ դու պետք է գաս, անալիզներ ես տալիս, լեյկոցիտներդ բարձր չի, տենց գնում է։ Շատ լավ, ինչպես եք պահում ձեր երեխաներին։ Օրվա հացի խնդիր ունեք թե չունեք, որովհետև ես տեղյակ եմ նաև, որ դուք նաև աշխատում եք, նաև մոմա վաճառ եք, սուրճա վաճառ եք։ Կասեք, ինչպես եք օրվա հացը վաստակում գոնե։ Ահավոր օրերն ենք հաշե, վարձ անգամ չեն կարողացել վճարել, հայտնվել եմ փողոցում շատ բաներ վիճակներում, ու տենց պատահաբար բարերարայմի անձնակազմին եմ շնորհակալ, որ զանգահարեց ինձ ու ասեց ձեզ ուզում ենք նկարահանենք, ես չէի պատկերացնի, որ ես տանտեր կլնեմ։ Ձեզ տուն են նվիրել։ Չէ, տուն չեն նվիրել, իմ հայ ժողովուրդն էլ ինձ օգնե, ինձ Վարդանյան եղբայրները գումար են նվիրել, իրանց բարերարայմով նկարահանվելով, եւ ժողովուրդն էլ է, մեկը 1000, մեկը 500, տենց հավաքվել է այդ գումարը, եւ ես մեկ փոքր սենյակ, ճիշտ է, շատ թանկ էին տները, շատ ցածր գին է Ալավերդիում առա ես մի փոքր սենյակ։ Մինչ այդ էլ էի Կալավերդիում, թե զուտ այնտեղ մաչելի էր։ Ես ուղղակի այնտեղ մաչելին գտա, շատ էժան այնտեղ գտա ու այնտեղ արա։ Ու ես այսօր որ ունեմ այդ ամենը, այն գործը, որ պետքա պետությունը աներ, այն գործը, որ պետքա սոցբաժիններն աներ, արել է բարերարայմը։ Շատ լավ։ Ինչ աշխատանք եք ունեցել կամ այս պահին ինչ աշխատանք։ Translate թարգմանիչ եմ աշխատել, ես մինչև իմ Անգելինայի ծնունդը ես ասեցի երևի, որ աշխատել եմ, գումար եմ ունեցել կուտակված, երբ որ արդեն երեխան մի թոքով եղավ բուժումները, գումարս արդեն ծախսեցի, որոշեցի սոցցանցերով մուրալ, որպեսզի հասցնեմ երեխայիս։ Ես եղել եմ ռուսերեն, հայերեն translate, աշխատել եմ փաստաբանական գրասենյակների հետ։ Հիմա այդ աշխատանք ունենալու համար էլ մեծ գումարներ է պետք, քանի որ պետքա լիցենզիա։ Ու հիմա էլ այդ ժամանակը չունեմ, քանի որ առանց իմ խնամքի, ճիշտ է, բժիշկները մեծ գործ են անում, ահռելի գործ են անում իմ երեխայի համար, բայց ծնողի գործը դա մի հատ պետք է անպայման, ու ես ինձ գիտեք ամենաշատ ով ուշ տվել, այդ շատ երեխաներ կան, 100,000-ավոր երեխաներ կան, որը որ տառապում են քաղցկեղով, ինձ միշտ ուժատվե Գաբիի մայրիկ։ Որ Գաբիի մայրիկի ժպիտը նայել եմ ու ես հասկացել եմ, որ ես պետքա չլացեմ, ես պետքա չկոտրվեմ, ես պետք է ժպտամ ու դա մեծ դեր է խաղում երեխայի ապակինվանը, ոչ միայն բժիշկների բուժումներն ու եւ այլն, այլ այն, որ ես պետք է ուժեղ լինեմ։ Իմ երեխան շատ ուժեղ ցավեր է ունեցել, բայց ես դա կյանքում չեմ հրապարակել, որ ցավեր է ունեցել, բայց անելանեությունից իմ երեխուն ամեն անգամ ես էֆիր եմ արել, որպեսզի կարողանամ իր սնունդը ապահովեմ, պամպերսը ապահովեմ ու շատ լիքը հարցեր, որի որ հնարավորությունը ես մենակ եմ այս աշխարհում ունեցնում, երկու երեխուն ունեմ, որ հասցնեմ։ Հիմա օրվա հացի գումարը ինչպես եք վաստակում։ Հիմա օրվա հացի գումարը մուրալով եմ վաստակում սոցցանցերով, երբ որ հիվանդանոցում եմ լինում, ես չեմ աշխատում։ Երբ որ չեմ լինում, փողոցել եմ մաքրում, մոմել եմ պատրաստում, սուրճել եմ վաճառում։ Դուք ինքներդ եք պատրաստում մոմերը։ Ես ու իմ աղջիկը։ Սովորել եք թե ինքնուս։ Սովորացրել են ինձ։ Այդ մոմերն եք վաճառում եկեղեցու մոտ։ Եկեղեցու մոտ կատաղաբար, որտեղ որ սուրճ եմ վաճառում, գոռում եմ кофе не хотите, чай, приходите։ Զբոսաշրջիկների հետ եք։ Coffee, tea, welcome in Armenia, ու տենց 200 դրամ, 300 դրամ ամեն սուրճը վաճառելով։ Դուք նաև լեզուներ գիտեք։ Ես դա հա։ Ես 7 լեզու գիտեմ։ Ինչ լեզուներ գիտեք։ Ինչպես եք սովորել դրանք։ Բրուսովում։ Պարսկա հայկական ֆակուլտետն եմ ավարտել, բակալավր, սովորել եմ այնտեղ պարսկերեն, ռուսերեն, հայերեն, անգլերեն, yes of course, բայց հետնել մեկտեղ, երբ որ արդեն Վրաստանում ապրում էի, երեխաս էլ հիվանդ էր ու բժշկուհին մեր կողքի երկրից էր, ես վախերից սովորեցի նաև իրենց լեզուն։ Ադրբեջաներեն մասը։ Եվ թուրքերեն, եւ տառերով, եւ վրացերեն, որպեսզի հասկանամ իմ երեխայի հետ ինչա կատարվում։
որպեսզի ճիշտ իրեն լուծում տամ։ Սովորեցի, սովորելու համար երբեք ուշ չի։ Շատ լավ։ Ասում են կարևոր չէ թե քո ապրած տարիների մեջ կյանքի մեջ քանի տարի կա, այլ կարևոր է թե քո ապրած տարիների մեջ որքան կյանք կա։ Դուք շատ բարդ ճանապարհով եք անցել, բայց այսօր քիչ թե շատ ոտքերի վրա կանգնած եք։ Դժվարությունների մեծ մասն արդեն հետևում եք թողել։ Նորից բարերարային շնորհակալ եմ, որովհետև իրենք սառնարանով են ինձ օգնես, պաղպաղակել են վաճառում ու ես ոտքի կանգնա իրենց շնորհիվ, բայց դեռ ոչ բոլորովին եմ ոտքի կանգնել, քանի որ իմ երեխու առողջությունը իմ համար կարևոր է, մնացել է 4 կուրս իմ երեխային, դա ավարտեմ արդեն ամեն ինչ կգնի իր տեղը, իր հունով կգնա։ Մարդիկ էլ կան չեն հավատում, մարդիկ կան վիրավորում են, մարդիկ կան քննադատում են, ես ամեն ինչը կարդում եմ, բայց ես միշտ ասում եմ Հիսուս, դու ինձ, ես միայն հույսս դնում եմ քո վրա ու ինքը միշտ ինձ սրտերին մարդկանց դնում ու ինձ օգնում են։ Իրականում մարդիկ էլ մեղավոր չեն, որովհետև խաբեությունները իսկապես շատ են, բայց շատ են չհավատացողները, վիրավորողները։ Հիմա չէ, առաջ շատ էր, շատ։ Ու ինձ հետ մեկտեղ ուրիշ ազնվորություն էլ կար, տեքստը նույնն էր, համեմատում էին նույնականացնում էին ձեզ։ Բայց ես այդ մարդը ոչ ճանաչում էի, երանի չէր տուն ունենայի, ավտո ունենայի, երանի չէր։ Այն ժամանակ անգամ հաշ չունեի, ուտելու տեղ չունեի քնելու։ Տարոն Սարգսյանը բարերար ինձ եկավ նկարը հանեց առաջ անգամ, Դոմիկում անգամ կառավատ չունեի, հետո Factor TV-ին եկավ նկարը հանեց ինձի ու տենց քիչ մարդիկ տեսնելով որ դա իրականություն է, սկսեցին օգնել հագուստով, սնունդով, քիչ էտապներ, 3 տարվա էտապա։ Հեղնար ջան, մի բան է, երբ որ դուք եք դժվարության մեջ, մի բան է, երբ որ ձեր երեխաներն են տեսնում այդ դժվարությունը, որովհետև դուք լինելով մանկատան փորձել եք առավելագույնը տալ ձեր երեխաներին։ Ինչ է զգում մայրը, երբ այդ մեծ ցանկությանը հակադրվում է այդ շատ փոքր հնարավորությունները, այդ դժվարությունները։ Երբ որ երեխա տակության մեջ է, ասում մամա, միսիկ եմ ուզում։ Մամա, կակա եմ ուզում, բայց մամայի ջեբը փող չկա, մամա սոված եմ։ Դու չես կարում իրան օգնես։ Չունես։ Ու չես կարող իրան թողես այդպես աշխատես։ Այդ պահին, քանի որ դու հիվանդանոցում ես գտնվում, այնքան դաժան է, այդ ցավը, որ երեխեդ կուկլայատներն մամա ուզում եմ, ու դու չես կարող անես։ Չունես հնարավորություն, շուտով ես իմ աղջկա ծնունն է։ Իզիս տորտ հաուսել։ Մեծ կապուտ գույնի։ Ես այդ տորտը կնվիրեմ։ Տորտը իմ կողմից։ Չէ, տորտը չի, ֆինանսի համար չէ, օրինակ, ժամանակ ա եղել, որ ես չեմ կարած իրա ծնունդը նշեմ, անգամ այդ փոքրիկ տորտով։ Իսկ ինչպես եք փորձում երեխաներին բացատրել, երեխաների հետ խոսում եք, ես ստեղծում եմ, գնում եմ շշեր եմ հավաքում, զիբիլ եմ հավաքում, գնում ասում եմ ինձ գործ տվեք, խնդրում եմ ձեզ, եթե օգնություն իհարկե չի գալի, որ գալիս է օգնություն, փառքի յոչով, հիվանդանոցը վճարվում, տակը ինչ մնում է, 10 օրը 221,000 է, մնաց տակը օրինակ հավաքվել է 300,000 օրինակ, մնացածը սնունդ եմ առնում, փոշի եմ առնում, հետագայի համար եմ էլի անում, որ երեխես սոված չմնա, սնունդ, միայն վախտայել է որ գումար են եղել հիվանդանոցի վճարա պետք եղել վճարեմ, չեմ վճարել։ Այդ րոպեն չեմ վճարել։ Սնունդ առել եմ, որ երեխես պետք է վիտամիններ, այդ սնունդն է իրան ուշքի բերում։ Այդ սնունդով է ինքը իմունիտետը բարձրացնում։ Ասել եմ Աստված մեծ է, մի դուր կբացի, կարևոր երեխես կուշտ ուտի։ Ես նայեմ մենակ։ Դա իմ համար արդեն կշտալիք էր։ Ասում են կյանքը անարդար չի միայն նրանց նկատմամբ, ումից ոչինչ չի խլել, բայց այդպիսիք գրեթե չկան։ Կյանքը բոլորից ինչ որ չափով ինչ որ բան խլում է, ինչ որ փորձություններ ու դժվարություններ տալիս է, ամեն մեկին իր չափով, իր հնարավորությունների չափով են, հա, փորձությունները տրվում, նաև այսպես են ասում։ Դուք ամենաշատը տավել է փորձություն զոհված մայրերին։ Ես խոնարհվում եմ իրանց առաջ, Աստված այնքան առողջ թող իրանց պահի։ Ես հպարտանում եմ զոհված մայրերով։ Մեր արած գործը չնչին է։ Հիվանդ երեխա պահելը դա ոչ մի բան է զոհված մայր լինելու դեմ։ Ամեն մարդ ունի իր մտածելակերպը, ես այսպես եմ մտածում, չգիտեմ։ Շնորհակալություն ձեր կարծիքի համար, շնորհակալություն անկեղծ զրույցի համար եւ վերջում ուզում եմ ասեք ինչի կարիք ունեք այսօր։ Այսօր իմ տունը չկա վերանորոգում։
ուզում եմ վերանորոգեմ այդ մինիմալ գոնե կոսմետիկ վերանորոգում ունենամ։ Երեխաս բուժվելուց հետո իհարկե առաջնահերթ ուզում եմ իմ աղջիկը բուժվի, վերջնական ամեն ինչ ավարտվի, ունենամ այս կոսմետիկ վերանորոգումը եւ ուզում եմ ունենամ այդ մոմերի ռամկաները, որ կարողանամ պատրաստեմ մոմեր, շոկոլադներ, որ վաճառեմ, կարողանամ պահեմ իմ զավակներին։ Հեղնար, իսկ ձեր կյանքի ընթացքում եղել են դեպքեր, երբ որ ձեր մանկատան սան լինելու փաստը շահարկվել է ձեր դեմ, դրա հետևանքով խտրական վերաբերմունքի եք նաև արժանացել։ Մարդիկ ունեն իրենց կարծիքը, բայց ես իրենց կարծիքներով չեմ ապրես, Աստծո զավակ եմ, ես մանկատան սան չեմ համարել, ինձ ես համարել եմ Աստծո զավակ, որը որ միայն հայրն ու մայրը Աստված է։ Մայր ունեցող զավակը եւ հայր ունեցող զավակը դա Աստծով ուղարկված հրեշտակներ են ծնողները, որ Աստված է ուղարկում։ Հիմա որ ինձ չի ստացվել, չի ուղարկել, ինքն է ինձ Տեր, տիրական։ Եվ նաև ուզում եի հարցնել, մանկատան սաները չափահաս դառնալուց հետո նաև բնակարանային աջակցություն են ստանում, դուք ինչու չեք ստացել։ Ես ձեզ ասեցի, չէ, որ պետական ոչ մի օգնություն ես շատ տեղեր եմ դիմել անգամ մեր վարչապետին չի տրվել, ինչու չեք ստացել։ Հերթի մեջ հերթս անցավ, փառք Տիրոջը, բարերարայմին նորից շնորհակալություն, ես հերթը անցավ, թե չհասավ այդպես։ Չհասավ էլ այսպես անցավ, գնաց ու ես չեք հետաքրքրվել։ Չօգնեցի, չտվեցին, այդքան վերջի անգամ 2 տարի առաջ էլ դիմեցի, չկա, հերթի մեջ է սպասեցի ու փառք Աստծո բարերարայմը, ասեց մի սպասի, մենք քեզ կօգնենք։ Ու իմ հայ ազգը օգնեց, որ ես այսօր իմ երեխեքն ունեն 4 պատ։ Ես որ ասում էի մուրում եմ սոցցանցերով, գլխավոր նկարս դնում եմ քարտս, գլխահաշվի համարս, իմ անազգանով Հեղնար Գրիգորյան եւ հաշվի համարս էջում սխալ մարդիկ մտնում են էջս ուսումնասիրում են, տեսնում են իմ տեսահոլովակները, օգնում են, մեկը 500 դրամ, մեկը 1000 դրամ, եղել է 5000, անգամ եղել է 100,000։ Մարդը եղել աղոթել է, տարածել է, շնորհակալություն եմ հայտնում նրանց անգամ, որ աղոթում են իմ երեխու համար։ Մարդը եղել մատաղաբեր է իմ երեխուն ու ինձ անգամ որ զանգահարին ասին մատաղ կընդունես, ասի իհարկե ինչու չեմ ընդունի, ասեց շատ ընտանիքների ենք զանգում անապահով չեն ընդունում անգամ մատաղը։ Հիսուս Քրիստոս ես ասեցի։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրը մանկատան նախկին Սան Հեղնար Գրիգորյանն էր, ով միայնակ մեծացնում է 2 երեխաներին։ Դուք եւս կարող եք հաղորդման մեկնաբանությունների դաշտում գրել ձեր պատմությունը։ Մենք պատրաստ ենք այն եւս ներկայացնել։